Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք պատմահար Մովսես Խորենացու մասին։ Սուրբ Մովսես Խորենացին համարվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ավագագույն աշակերտներից մեկը և Սուրբ թարգմանիչներից ամենաառանցքային դեմքերից մեկը։ Եթե առանձնացնենք ավագ աշակերտների խումբ, նա նրանց մեջ առանցքային դերակատարներից մեկն է։ Սուրբ Եղիշեի, Սուրբ Եզնիկ Կողբացու, Կորյունի և մյուսների հետ միասին նա այդ թարգմանչած շարժման 5-րդ դարի մեր մշակութային ոսկե դարի ամենաառանցքային դեմքերից մեկն է։ Մենք այսօր նրան դիտարկելու ենք մի փոքր այլ տեսանկյունից, ոչ թե պարզապես Աստվածաշնչի թարգմանիչ, ոչ թե իբրև Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից հերթականը, այլ իբրև գաղափարախոս, ընդ որում պետականության, թագավորության տեսքով պետականության վերականգնման կարևոր գաղափարախոս։ Այս առումով իհարկե տարբեր հետազոտողներ նրան դիտարկել են։ Իհարկե այս հետազոտողների շարքում հատկապես առանձնանում էր լուսահոգի պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը, ով իրավամբ համարում էր Մովսես Խորենացուն նաև աշխարհացույցի հեղինակ, իբրև հետազոտողներից շատերը, և այստեղ դիտարկում էր մի կարևոր հանգամանք ևս, որի մասին մենք կխոսենք։ Բոլորին հայտնի փաստ է այն, որ Սուրբ Մովսես Խորենացին իր աշխատությունը գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Սահակ Բագրատունին այդ ժամանակ Բագրատունյաց տանուտերն է, Բագրատուների տոհմի ավագ իշխանը, նախարարը, և նա նաև հետագայում, պետք է ֆիքսենք այս հանգամանքը, Վահանանց պատերազմի սկզբնական շրջանում այս պատերազմում հայերին առաջնորդողն էր, այսինքն ապստամբության թիվ 1 անձն էր։ Հիմա մենք դիտարկենք այս ամենը ընդհանրական համատեքստում այդ ժամանակաշրջանի։ Մենք նախ գիտենք, որ 405 թվականին գրերի ստեղծումից հետո Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսը և նրանց ավագ աշակերտները զբաղվել են մի կողմից դպրոցներ հիմնելով և ուսուցանելով, մյուս կողմից նրանք թարգմանական գրականություն են ստեղծել, և ահա այս երկու գործերի կողքին մենք տեսնում ենք, որ ձևավորվում է սեփական ինքնուրույն նաև հեղինակային գրականություն և տարբեր ժանրերով, այսինքն մենք ունենք օրինակ դավանաբանական տեքստեր, և այս առումով մենք գուցե հոգևոր փիլիսոփայություն սա անվանենք ավելի Եզնիկ Կողբացու օրինակով, որտեղ նա և դավանաբանական շեշտադրումներ ունի և հանդես է գալիս իբրև փիլիսոփա, որ քաջատեղյակ է նաև ոչ միայն արևելյան կրոններից զրադաշտականության ուսմունքի տարբեր դրսևորումներին, այլև նաև լավ գիտի հույն փիլիսոփաներին և իհարկե Աստվածաշնչի գիտակ է, մասնակից է թարգմանության, մյուս կողմից իհարկե այստեղ մենք խոսում ենք ավելի ուշ այս գործի շարունակողներից Դավիթ անհախտի մասին, ով քաջատեղյակ է հին հունական փիլիսոփայությանը, և իհարկե այս ամենի կողքին մենք ունենք լիովին նոր ժանր մեր միջավայրում, սա հայկական ինքնուրույն պատմագրությունն է, որը ի սկզբանե հանդես է գալիս հեղինակային տեքստերի միջոցով, այսինքն հեղինակը ստեղծագործում է ինքնուրույնաբար հիմք ընդունելով պատմական իրականությունը, գրում է իր սեփական տեքստը, այլ ոչ թե ինչ-որ ուղղակի արձանագրություն, որ ենթադրենք փորագրվում էր պատերի վրա։ Հիմա մենք հասկանանք Մովսես Խորենացու պարագային այս առանձնահատկությունը։ Մենք նախ պատմական շրջանը վերադառնալով պետք է ֆիքսենք, որ 428 թվականին Աշակումների արքայատոմը Հայաստանում դադարում է մնալ իշխանության, Սասանյան Պարսկաստանը իր այդ մոտ 200 տարի տևած քաղաքականությունը 226-ից սկսած շարունակաբար իրագործելով, հետևողականություն դրսևորելով կարողացավ ի վերջո տապալել Հայաստանում Արշակուններին, 428-ին գահազրկվեց վերջին արքա Արտաշես կամ Արտաշիր Արշակունին և Հայաստանը թագավորությունից զուրկ դարձավ, բայց շարունակում էր պահպանել պետականություն նախարարական համակարգի տեսքով։ Այսինքն Հայաստանի հողի ժառանգական տեր ու տիրականը հայ նախարարներն են։ Նրանք բնականաբար ամեն մեկն ունեն իրենց տիրույթները, այդ տիրույթներում ապրող բնակչությունը նրանցից կախյալ էր,
եւ այդտեղ ապրող ազատների դասից նրանք ձևավորում էին իրենց զինված ուժերը, անհրաժեշտության դեպքում բոլորին, այդ թվում շինականներին բնականաբար կոչում էին պատերազմի եւ սա աշխարհազորի հիմք էր դառնում եւ իրենք էլ ընդհանրական ապահովում էին նրանց անվտանգությունը, հատկապես նրանց տնտեսական շահերի անվտանգությունը եւ ստացվում է նրանք իրենց հարկ են վճարում, իրենք էլ հետևում են, որ նրանք անվտանգ աշխատեն, այսինքն ամեն նախարար ունի ժառանգաբար տնօրինվող սեփական տարածք, որը մեծ ընդհանրական Հայաստան հայրենիքին զուգահեռ լոկալ հայրենիքներ, իրենց հայրենական հողատիրություններ եւ բնականաբար նրա տնտեսական հնարավորությունները եւ ռազմական հնարավորությունները եւս գտնվում էին այդ իշխանների տնօրինման ներքո եւ կրկնում եմ ժառանգաբար։ Ստացվում է, որ Հայաստանի հողի տիրակալը շարունակում էին մնալ հայ նախարարները։ Պարզապես նրանք ենթարկվում էին արդեն Պարսից արքայից արքային։ Այսինքն ընդհանուր աստիճանակարգությունը պահպանված է, նույնիսկ կա կենտրոնական պաշտոնեություն, այսինքն սպարապետական գործակալությունն է պահպանվել են մյուս բոլոր գործակալությունները, որոնք բնորոշ են թագավորությանը, պարզապես ենթարկվում են նրանք պարսիկներին, Պարսից արքունիքին։ Եվ երբ որ պարսկական արքունիքը փորձում էր նախարարական համակարգի մեջ ճեղքեր ստեղծել եւ խախտել այս ավանդական համակարգը, սա նշանակում է, որ նրանք փորձում են քայքայել պետականության նաեւ այս դրսևորումը։ Եվ այստեղ հաճախ կիրառվում էր նաեւ բացի հարկային տնտեսական գործիքակազմից եւ ռազմական գործիքներից, կիրառվում էր նաեւ կրոնական գործիքակազմը, այսինքն իրենց պետական կրոն զրադաշտականությունը խրախուսելու միջոցով Հայաստանում ավանդական նիստուկացի համակարգը նախարարական բարձրագույն իշխանության մեջ փոփոխելուն միտված բաներ էին անում։ Եվ այստեղ իհարկե մենք տեսնում ենք, որ դրա դեմ ըմբոստանալու մի օրինակ է Վարդանանց պատերազմը եւ իհարկե շատ ավելի սուր հենց նախարարական համակարգի հարցերով դրսևորված Վահանանց պատերազմը։ Իհարկե շարժառիթը հերթական անգամ լինում է այս դավանաբանական խճողումներ մտցնելը, այսինքն երբ փորձում են այն նախարարներին խրախուսել պարսկական արքունիքից, ովքեր որ ընդունում էին զրադաշտականություն։ Մեզ մոտ նախարարական համակարգի կարգը սահմանում էր, որ հորից ավագ որդուն պետք է անցնի պաշտոնը, իսկ իրենք սկսում են այս համակարգը խախտել եւ զրադաշտականություն ընդունած անդամներին էր տրվում նման իրավունք, որոնք նրանք կրտսեր լինելով օրինակ չէին կարող ունենալ, կամ պաշտոնեության մեջ բարձրագույն իշխանության գործակալություններ, այսինքն նախարարական կենտրոնական իշխանություն տալիս էին մարդկանց, ովքեր իրենց տոհմի ծագմամբ կապ չունեին այդ գործի հետ։ Արդյունքում խախտվում էր այդ համակարգը, ինչին իհարկե նախարարները ըմբոստացան, ընդդիմացան եւ եղավ արդեն Վահանանց պատերազմը 481-84 թվականներին։ Ապստամբության ղեկավարը մինչև 482 թվականի ամռանը Ճարմանայի դաշտում զոհվելը եղել է Սահակ Բագրատունին։ Հենց այս մարդն է, որ լինելով Սուրբ Մովսես Խորենացու սանը, խնդրել է նրան պատվիրակել է, գրաբարի պատվիրյալ բառը այս խորհուրդն ունի այս դեպքում, պատվիրել ասվածը պատվիրակել խնդրել է, որպեսզի իր ուսուցիչը գրի պատմություն հայոց երկասիրությունը, որն իր բնույթով լիովին տարբերվելու էր այդ ժամանակ գոյություն ունեցած պատմագրական երկերից։ Օրինակ, Կորյունը գրել էր իր ուսուցչի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի վարքագրությունը, կենսագրությունը, որպես առաջին պատմագրական աշխատություն է դա 5-րդ դարից մեզ հայտնի, բայց այստեղ խնդիրը կոնկրետ անձի հետ էր կապված, կոնկրետ անձի գործունեություն եւ նրա ժամանակաշրջանի նկարագրություն։ Իսկ Սահակ Բագրատունու խնդրանքը լրիվ այլ է, գրել թագավորության պատմությունը ըստ էության, այսինքն մեր ազգի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իրենց օրերը եւ այդ օրերը ներկայացվում են թագավորության առանցքով։ Փաստորեն Մովսես Խորենացին ի սկզբանե հանդես է գալիս որպես թագավորության վերականգնման կարևոր գաղափարախոս եւ նա վերցնելով այս առաքելությունը ինքնուրույնաբար է դա անում։ Սա շատ կարևոր է շեշտելը եւ հիմա բերեմ մի օրինակ, որում մեր հեռուստադիտողը կհամոզվի, որ իսկապես Մովսես Խորենացին ինքնուրույն հեղինակ է եւ առհասարակ մեր պատմիչները բավական ինքնուրույն հեղինակներ են։ Մովսես Խորենացին նշում է գրքի տարբեր հատվածներում, որ իր սանը եւ գիրքը գրել խնդրած անձնավորությունը իշխանների մեջ թիվ 1 այդ ժամանակ Սահակ Բագրատունին խնդրել է նրան այս կամ այն բանը նշելը։
տարբեր փաստերի անդրադառնում երևույթների, որ պետք է նա գրեր դրանց մասին։ Նա նշում է, ասում է, ես գրում եմ, դուք իմացեք, որ այսպիսի բան է ասվում, այսպիսի տարբերակ էլ կա, եւ դա Սահակ Բագրատունն է խնդրել գրեմ, բայց իմացեք, որ ես դա ճիշտ չեմ համարում։ Իմ կարծիքով այսպես է, որովհետեւ այս սկզբնաղբյուրներն այսպես են ասում, այնպես են ասում եւ այլն։ Այսինքն Մովսես Խորենացին իր ժողոված տեղեկություններին եւ անգամ իր սանի խնդրանքին մի կողմից ընդառաջ է գնում, բայց մյուս կողմից քննողաբար է մոտենում այդ ամենին, քննական մոտեցում է սա կոչվում գիտական գրականության եւ հետազոտական աշխատանքի մեջ մեր օրերում, այսինքն մերօրյա գիտնականի բարձր մակարդակի աշխատանք է կատարում, քննական մոտեցմամբ նշում է այս ամենը եւ իր անհամաձայնությունն է հայտնում եւ սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ինքնուրույն հեղինակի եւ ինքնուրույն հեղինակային տեքստի հետ, որը կառուցվում է սկզբնաղբյուրների վրա։ Այս առումով իհարկե պետք է մենք հասկանանք աշխատանքի կոնցեպցիան։ Նրա պատմություն հայոցը ոչ թե պարզապես ինչ-որ մի ցեղի կամ ինչ-որ մի ժողովրդի կամ նույնիսկ ազգի, իբրև ավելի բարձր մակարդակ էթնոսի ինքնակազմակերպման, ոչ թե պարզապես նրա պատմություն է, այլ նրա պատմությունն է, որի առանցքում թագավորությունն է։ Այսինքն նա ապրում է նախարարական ժամանակաշրջանում արդեն։ Իր մանկությունը եւ պատանեկությունն անցել են այն ժամանակ, երբ որ մենք թագավորություն ենք ունեցել եւ այժմ թագավորությունը չկա, բայց նա իր աշխատությունը գրում է հենց թագավորության տրամաբանության մեջ, որովհետեւ գրքի նպատակակետը, այսինքն դեպի ապագան միտված ուղղությունը թագավորության վերականգնումն է։ Այս առումով նրա մոտ շատ հստակ երևում է այն, որ մեր անվանադիր նախնի Հայկը, այսինքն հայ ազգի անվանումը, Հայաստան պետության անվանումը այս մարդուց է գալիս, Հայկ Նահապետից, որի անունով մենք կոչվել ենք հայ, Հայաստանն էլ կոչվել է Հայք, նախասկզբնական այս ձևով Հայաստանը Հայք է կոչվում, այս ամենը Հայկ Նահապետի անունից է։ Ստացվում է նա ոչ միայն մեր ազգի հիմնադիրն է, ոչ միայն մեր ազգին անուն տված գործիչը, այլ նա նաև հայոց թագավորության հիմնադիրն է Խորենացու մոտ։ Եվ նրա, երբ որ գրքի կառուցվածքն ենք նայում, աշխատությունը բաղկացած է 3 գրքերից։ Առաջին գրքի խորագիրը շատ հետաքրքիր է՝ Ծննդաբանություն հայոց մեծած։ Եվ դա աշխարհաբար երբ որ փոխադրում ենք, ճիշտ ձևակերպումը մեծ հայքի սկզբնավորումն է։ Այսինքն այդ հայոց մեծածը ոչ թե հայ մեծերի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, այդ նման գործիչների մասին է, այլ այս ամենը մեծ հայքի սկզբնավորման մասին է։ Սա խոսում է պետության, թագավորության սկզբի մասին, ընդ որում նկարագրությունն է դրա մասին։ Հայկ Նահապետը ոստանի համար տարածք է առանձնացնում, թագավորական ոստան է լինում, այսինքն թե թագավորություն չկա, արքունիք չկա, ոստանն ինչի համար է։ Այս ամենը շատ հստակ նրա մոտ երևում է եւ այս առանցքով արդեն արքայատոմը հայկյաններ կամ հայկազնունիներ ներկայանալով գալիս է եւ երվանդունիներն էլ ներկայանում են իբրև նրանց շառավիղ եւ ստացվում է, որ հայոց թագավորության սկզբնական շղթան սկսում է հենց Հայկ Նահապետից եւ այդ նահապետների ավագ սերունդը ավարտվում է Քրիստոս առաջ 333 թվականին, երբ որ Վահե Նահապետը զոհվում է Ալեքսանդր Մակեդոնացու դեմ Իսոսի ճակատամարտում Աքեմենյան Պարսկաստանի բանակի կազմում։ Ստացվում է, որ մենք գործ ունենք մի հետաքրքիր երևույթի հետ, որ այս ավագ նահապետների սերունդը երբ որ ավարտվում է, Խորենացին մեծ հայքի սկզբնավորումը դրանով եւս ավարտված է համարում եւ անցնում է հաջորդ գրքին իր աշխատության։ Ստացվում է, որ նա իր աշխատության արդեն 3-րդ գրքի վերջում հասնում է 428 թվականին, երբ որ թագավորությունն անկում է ապրում, հետագայում արդեն իր աշխատության վերջնամաս իբրև գրում է ողբ, ողբի մեջ իմաստը ամբողջ առանցքին չի համար է նա ողբ գրում, նա ողբում է 2 բան, նա ողբում է թագավորության անկումը եւ ողբում է իր ուսուցիչների մահը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սուրբ Սահակ Բարթևի մահը, եւ մնացած ամենը ինչ որ նկարագրում է այդտեղ, դա արդեն այդ 2 երևույթներից բխող իրականությունն է։ Այսինքն եթե թագավորությունը լիներ եւ եթե իր ուսուցիչները ողջ լինեին, Հայաստանում խառնակշություն եւ վատ իրավիճակ չէր լինի, ինչպես ինքն է նկարագրում։ Եվ այս առումով նա ունի շատ հստակ ուղերձ, որ այս ամենի լուծումը թագավորությունը վերականգնելն է։ Այսինքն ամբողջ շղթան թագավորությամբ գալիս հասնում է այդտեղ,
որպեսզի նորից թագավորություն լինի, եւ այստեղ հասկանալի է ինչու էր Սահակ Բագրատունին խնդրում, որ այս աշխատությունը հենց գրի իր մեծ ուսուցիչը, մարդ, ով որ դա կարող էր, եւ ամենակարևոր մարդ, ով այդ գաղափարի կրողն էր։ Եվ այստեղ իհարկե պատահական չէ մեկ այլ երևույթ եւս։ Մովսես Խորենացին գրել է նաեւ մեկ այլ աշխատություն։ Խոսքը աշխարհացույցի մասին է, որը շատ հաճախ կոչում են վաղ միջնադարյան հայկական աշխարհագրություն։ Այս աշխատության հեղինակի շուրջ տարբեր տեսակետներ են եղել։ Երբեմն մասնագետներ են եղել պնդել են, թե Անանյա Շիրակացին է հեղինակը 7-րդ դարում կամ 7-րդ դարի անհայտ ինչ-որ հեղինակ է եւ այլն։ Սակայն այս աշխատության մեծ հասած ձեռագիր օրինակներում որպես հեղինակ նշվում է հենց Սուրբ Մովսես Խորենացին։ Այս առումով ամեն ինչ տրամաբանական է։ Չէ՞ որ եթե պայքար է գնում թագավորության վերականգնման համար, որը գլխավորում են այդ ժամանակ երկու առանցքային դեմքեր, մի կողմից Սահակ Բագրատունին, մյուս կողմից պարապետ Վահան Մամիկոնյանը, այս գործընթացը պետք է ունենա տրամաբանական կետ։ Եթե դա պատմականորեն մեծ հայքի թագավորության շարունակությունը պետք է լինի եւ դրա վերականգնումը, այսինքն նախարարական համակարգը մի քայլ պետք է անի եւ դառնա թագավորություն, հաջորդ հարցը հետեւյալն է. ինչ տարածքի վրա է այդ թագավորությունը լինելու։ Եվ այստեղից տրամաբանությունը, թե ինչու է պետք սահմաններ նկարագրել արշակունների ժամանակվա Հայաստանի սահմանները, մեծ հայքի թագավորության սահմանները, որոնք ներկայացված են այս աշխատության մեջ, չէ որ աշխարհացույց աշխատության գլխավոր առանցքային մասը բնականաբար մեծ հայքի թագավորության սահմանների եւ վարչատարածքային բաժանման համակարգի նկարագրությունն է։ Ստացվում է, որ Մովսես Խորենացին, լինելով հայոց եկեղեցու, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգեորական եպիսկոպոս լինելով եւ միևնույն ժամանակ լինելով մեծն ուսուցչի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գլխավոր աշակերտներից մեկը, շարունակել է այդ առաքելությունը եւ տվել է դրան լրացուցիչ մի կարևոր համեմունք։ Դա թագավորության վերականգնման գաղափարն է, որպես հավերժական ուղերձ սերունդներին, որ պետք է կրթվեն այդ նպատակով, որ հայերը միշտ պետք է ունենան թագավորություն, այսինքն պետականության բարձրագույն ֆորման, որ իր ժամանակներում գոյություն ուներ։ Եվ այս առումով հայոց եկեղեցին հավատարիմ է եղել այս սկզբունքին, դարեր շարունակ իբրև դասագիրք դպրոցներում, անգամ ծխական դպրոցներում օգտագործելով բոլոր հայ մանուկների համար հենց այս գիրքը, իբրև հայոց պատմության դասագիրք եւ սերնդեսերուն մինչև 18-19-րդ դարեր հայ երեխաները այս գաղափարով են սովորել, ոգեշնչվել եւ անգամ օտար տիրապետության պայմաններում, երբ որ նույնիսկ իշխաններ արդեն չենք ունեցել, շարունակել է ապրել այն գաղափարով, որ հայերը պետք է ունենան պետականություն բարձրագույն տեսքով եւ դրա կրողը, փոխանցողը փաստորեն եղել է հայոց եկեղեցին։ Այսօր մենք այսքանով ամփոփենք մեր հաղորդումը, կհանդիպենք հաջորդ շաբաթ պատմության խորհուրդը հաղորդաշարի տաղավարում։ Հաջողություն։